Եթե այս ձայները ձեզ հաճելի են, ուրեմն աշխատում է այսպես կոչված ինքնավար զգայական մերիդիոնալ արձագանքը։ ASMR հապավումով աշխարհին հայտնի այդ արձագանքը տարիներ առաջ բացահայտում է դարձել ասիացի բլոգերների համար։ Նրանք սկսել են օնլայն ռեժիմով ուտել տեսախցիկների առաջ, երբ հասկացել են, որ ճպճպոցները, խրթխրթոցները մարդկանց պահում են էկրանների մոտ միլիոններով։ Ժամանակի ընթացքում առաջացել է մուկբանգ ժանրը, որ անասելի պոպուլյար է դարձել կորոնա համավարակի օրերին։ Մարդիկ չցանկանալով մենակ ուտել, միացրել են սիրելի բլոգերների տեսանյութերը ու կերել նրանց ընկերակցությամբ։ Իսկ բլոգերները այնքան են տարվել ցուցադրական շատակերությամբ, որ նրանցից մեկը 24-ամյա Պանկ Սյաոթինգը մահացել է ուղիղ եթերում։ Աղջկա ստամոքսը չի դիմացել գերբեռնվածությանը։ Այս սարսափելի դեպքից հետո առավել հնարամիտ բլոգերները սկսել են աղբար կղպահել սեղանի տակ։ Տեսախցիկի առաջ խրթխրթացնելուց հետո ուտելիքը կուլ տալը արդեն թրենդային չէ, դրանից մահանում են։ Բայց ժանրի պրոֆեսիոնալները միայն գիտեն այս գաղտնիքը։ Մուկբանգը նոր է մտնում Հայաստան և երկրի թիվ 1 բլոգերը ակնհայտ կուլ է տալիս կծածը։ Խնձոր, աղցան, պերաշկի, լավաշ, սուջուխ, սիբեղ, կուկուրուս։ Դիտումները լավ են։ 148 միլիոն 800 հազար դիտումով է վերջին անգամ հպարտացել Հայաստանի բլոգոսֆերայում մուկբանգ ժանրի հիմնադիրը, որ սիրում է նաև մարտահրավերներ նետել Հայաստանի քաղաքական դաշտի ամենահայտնի ընդդիմադիր գործիչներին։ Ուժեղ առաջարկ Ռ. Քոչարյանին, Ս. Կարապետյանին և Գ. Ծառուկյանին։ Ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության գրեք արհամարհել։ Եթե 2 տառասխալից պակաս անեք, կընդունեմ, որ ուժեղ եք։ Թվում է, թե մարտահրավեր նետողն ինքը պետք է իմանա բառի ուղղագրությունը, բայց 2025-ի նոյեմբերի իր ստատուսներից մեկում հենց ինքն է գրել արհամարհել։ Երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը արձագանքել է մարտահրավերին ուժեղ կշտացնող առաջարկով։ Ուժեղ կշտացնող առաջարկ Ն. Փաշինյանին։ Ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության ուտել 42 հատ պերաշկի, 6 գծամետր էլ սուջուխ։ Եթե կարեցավ, ուրեմն ուժեղ է։ Ես հավատում եմ, որ կարա։ Իսկ մուկբանգը տարածվում է տարածաշրջանում։ Պարզվում է հարևան երկրներից մեկում էլ կա ժանրի սիրահար։ Միայն թե Փաշինյանի թուրք գործընկերն էլ չի պահպանում անվտանգության գլխավոր կանոնը։ Ամեն կծած չէ, որ պետք է կուլ տալ։ Լարա Հարաքելյան, Հայլուր։